Այո, այո, պարոն Սարոբեկյան։ Այո, բայց պարոն Սարոբեկյան, ես... Լավ... Ինչ էր ասում։ Սորա, դու քեզ մոտ մաքուր թուղթ ունես։ Ինչ էր ասում։ Ես հենց հիմա իմ դիմումը գրում եմ դուրս գամ աշխատանքից։ Դու ոչ մի դիմում էլ չես գրելու։ Աղջիկը որոշել է մի հատ ստից բանի համար դիմում գրի ազատվի։ Հիմա ասա տեսնեմ ինչ ա եղել։ Զանգելի ասում է այդ հաշվետվությունը, որ բերել շպրտել է սեղանիս վրա։ Հենց տենց էլ ասեց, բերել շպրտել է սեղանիս վրա։ Բա ով է ասելու, որ դրել ես։ Բա դու չասեցիր, որ տարել ես ու ինքը տեղում չի եղել։ Թողեց, որ ասեի։ Չլսեցիր։ Երևի լի հերթական անգամ կնոջ հետ կռվել է, մեզ վրա է ջղայն անում։ Հալա վերջացրու, հա։ Դու նոր ես եկել աշխատանքի ու իր ձևերին ծանոթ չես։ Ինքը հիմա գորգոռում է, մի փոքր ժամանակ անցնում է ու նորից սկսում է փափկել, լավ, ամեն ինչ լավ կլինի։ Լավ է լիսոն, ներվերս չի երիքում։ Գայ, առաջ էլ էր քո հետ Սարիբեկյան այս ձևով խոսացել, ու դու նման ձև չէիր արձագանքել։ Դու առավոտվանից այս վիճակում ես, ասա տեսնեմ ինչ ա եղել։ Էսոն մի խոսացրու էլի։ Մենակ չասես, որ ընկերոջդ մասին ինչ-որ բան ես իմացել ու ամբողջ ներսը տակնու վրա է եղել, հա։ Երանի չէր ինչ-որ մի բան իմանայի։ 4 տարի է գնացել է, ոչ մի լուր չունեմ։ Երևի այնտեղ ռուս աղջիկների հետ ֆրֆռում է, ես էլ այստեղ նստած իրեն եմ սպասում։ Լավ էլի Գայ, մի քիչ թեթև նայ, հա, ամեն ինչին։ Ախր ոնց թեթև նայեմ։ Աշխատանքի վայրում պրոբլեմ է, գնում եմ տուն տանն էլ է պրոբլեմ։ Էլի քրոջդ հետ ես վիճել։ Չէ, այս անգամ չեմ վիճել։ Երեք քրոջս ու քրոջս ընկերոջ հեռախոսային զրույցն եմ լսել։ Ընկերը ասում էր, չեմ հասկանում, ինչքան պետք է մենք մեր հարսանիքը հետաձգենք քրոջդ պատճառով։ Չի հասկանում, որ ընկերը էլ չի վերադառնալու Ռուսաստանից, թող ինչ-որ մեկի հետ սկսի ընկերություն անել։ Քուրս էլ փոխանակ սաստի, ասում է ինչ ես ասում, ինքը ուրիշի մասին նույնիսկ չի էլ կարողանում մտածել։ Կներես, բայց ստեղ քո պապան ա մեղավոր։ Լսի, այս որ թիվն ա, որ սպասում ա մեծ ամուսնանա, հետո նոր փոքրին ամուսնացնի։ Եթե փոքր քուրդ ուզում ա ամուսնանա, թող ամուսնանա, ինչի է սպասում։ Հա, ճիշտ ես։ Պապան ա մեղավոր, պապան նախորդ դարում ա մնացել։ Ախր գիտեմ, որ քույրս ճիշտ է անում, որ ինձ մեղադրում ա։ Ինչի համար պետք է իմ պատճառով հետաձգի իր հարսանիքը։ Ոյ չգիտեմ ինչ անեմ, չգիտեմ ինչ անեմ։ Ես մեղավոր եմ։ Հա, դու մեղավոր ես։ Ու գիտես քո մեղքը որն ա։ Որը։ Այն որ 3 տարի նստած քո ընկեր Կարենին է սպասում։ Իսկ Կարենը մի անգամ քո մասին չի էլ հիշում։ Ժամանակն ա, որ մտածես ընկեր ունենալու մասին, հա։ Բայց ոնց, եթե իմ շրջապատում մի հատ նորմալ մարդ չկա։ Որտեղից լինի, եթե դու առավոտից մինչև երեկոյան 8-ը ստեղ ես փակված։ Բա ինչ անեմ։ Ինչ անես։ Աշխատանքից հետո դուրս արի, զբոսնի, ընկերներիդ հետ որևէ տեղ գնա, թող մեկը քեզ տեսնի, հավանի։ Լսի, Գայ, շուտով ամուսնուս ծնունդն ա։ Ես քեզ կհրավիրեմ մեր տուն, իրա բոլոր ընկերները գալու են։ Դու ում կհավանես, մենք այդ ուղղությամբ կաշխատենք։ Այ լավ էր էսո։ Լավ էլի։ Գայ, իսկ դու որևէ սոցիալական կայքում գրանցված կաս։ Այ անխելք, հիմա բոլորը տենց են ծանոթանում։ Լավ էլ ուսա, ես տենց բաների չեմ հավատում։ Էլ չասես չէ։ Վաղը մի քանի հատ սիրուն նկար ես բերում, ես քեզ կգրանցեմ ու դու կսկսես մոռանալ Կարենին։ Պապատ էլ կտեսնի, որ քո մոտ արդեն ամեն ինչ լուրջ ա, քեզ հանգիստ կթողնի։ Այդ թողին վրա։ Ես ամեն ինչ կմտածեմ ու ամեն ինչ այնպես կանեմ, որ շատ լավ կլինի, հա։ Լավ, տրամադրությունդ մի գցի, հա։ Ամեն ինչ լավ ա։ Այնքան գործ ունեմ անելու, ոնց եմ հասցնելու։ Հա, Մոշ ջան։ Չէ, նորմալ ապեր, գործարանը աշխատում է, մենք էլ հետը։ Քո մոտ ինչ կա, քո գործերը լավ ա։
ընկերուիդ ոնց է։ Լսի Լեմոս, բանը այն նոութբուքերի համար, որ քեզ խնդրեցի, հետաքրքրվել ես։ Ու ինչ գնի սահմաններում են։ Այդքան է ժան։ Լավ, ապեր, դե ես քեզ գումար կուղարկեմ, որ հանկարծ եկող լինի, միանգամից տանկ բերի, էլի։ Եղավ Մոս ջան։ Լավ, ապեր, դե մամային պրիվետ։ Բակացավ էդ տանը։ Գարետ Մոսոներ։ Հա, Ինչի՞ չի երևում։ իր գործերով Մոսկվայում խառը վիճակների մեջ է։ Լսի, բայց լավ էլ գործի անկերդ, հա։ Տուն ունի, մեքենան ունի, գործ ունի, բայց ոնց որ մենակ մաման լավը չի, հա։ Սոն, ոչ ես գժվել, ինչ ես քեզ ու քեզ խոսում։ Մոսոից ինչի սկսեցիր հետաքրքրվել։ Գար, գիտես մի ընկերուհի ունեմ, շատ սիրուն կրթված աղջիկ է։ 28 տարեկան է, բայց ամուսնացած չի։ Ասում եմ Մոսոյի հետ լավ համապատասխան զույգ կլինեն։ Քեզ պետք է, հա։ Լուրջ կյանքի հարց է։ Իրենց մոտ մի բան չստացվի, մեջտեղը դու տուժես, հա։ Գար, բայց ինչ կա դրա մեջ։ Կծանոթացնեն, կհավանեն, չէ, ինչ ա եղել։ Լավ, որ այդքան լավ աղջիկ է, ոնց որ ներկայացնում ես, ինչի միջև հիմա ամուսնացած չի։ Որովհետև իր անկերը 3 տարի է Ռուսաստանում է։ Ու ոչ զանգերա, ոչ էլ ինչ-որ լուր կա իրանից։ Այդ խեղճ աղջիկն էլ նստած 3 տարի է այդ տղուն սպասում է։ Հետո էլ այդ աղջիկա պապան շատ խիստ է, ասել է մինչև իմ մեծ աղջիկը չամուսնանա, փոքրին չեմ ամուսնացնելու։ Այդ որ ընկերուհիդ է, Դե չես ճանաչի, ինքը նոր է եկել գործի ու միանգամից մտերմացել ենք։ խնդրեմ։ Մարդուն չի ճանաչում, արդեն իր կյանքն է դասավորում։ Լսի աղջիկ ջան, այդքան միամիտ չի կարելի լիներ։ Չես հասկանում, որ այդ աղջիկը քեզ մատերի վրա ֆռացնում է։ Բայց ինչ կա դրա մեջ, որ ինձ խափի։ Ասեմ իմանաս, որ դու ունգնես իր համար թեկնածուներ փնտրես, ինքն էլ մեջներից ընտրություն կատարի։ Վայ գար, ինչ դժվար է քո համար, որ չես կարողանում մարդկանց վստահել։ Լավ, ես հաստատ մի բան կմտածեմ։ Մտածի, բայց ասեմ իմանաս, որ Մոսոյի հետ պլաններ կապել պետք չի։ Ինքը ընկերուհի ունի ու շատ էլ սիրուն աղջիկ է։ Պահ, այդ արդեն հասցրել ես տեսնես, հա։ Հա։ Լսի, մորքուրի տղու հետ ինչ չես ծանոթացնում, այն էլ է ազապ։ Հա, ճիշտ ես, ոնց չէի մտածել։ Գար, իրոք, Սարոն շատ լավ տղա է, ուղղակի մի քիչ բռի է, չնայած ընթացքում կշտկվի, բայց տեսնես իրար կհավանեն։ Այ Սոնա, ոնց որ երեխա լինես։ Մնում է մի հատ ամուսնական գործակալություն բացես ու սկսես մարդկանց ճակատագրեր որոշել։ Պիտի անպայման գլխիդ մի քյալակ բերես, որ խելքդ գլուխդ հավաքես, չէ։ Գար, ես ընդամենը ուզում եմ իմ ընկերուհուն օգնեմ, ինչ կա դրա մեջ։ Իսկ եթե հանկարծ հակառակը ստացվի։ Չի ստացվի։ Դու գիտես։ Հա, հաստատ չի ստացվի։ Ես Գայանին ճիշտ է քիչ ժամանակավոր ճանաչում եմ, բայց լավ էլ աղջիկ է։ Սարոն էլ է լավ է։ Երկուսն էլ շատ լավ մարդիկ են։ Մաման զանգել է։ Պրոֆիլդ պատրաստ է։ Այ կտեսնես այս սիրուն նկարներով օրական քեզ քանի հոգի ա գրելու։ Լավ էլի, Սոն։ Ես այդ սայթից չեմ էլ օգտվելու։ Այդ հիմա ես տենց ասում։ Բայց որ մտնես քո սայթը, ազարտին գնես, հաստատ էլ չես ուզենա դուրս գաս։ Վայ գայ, գրեցին։ Ինչ են գրել։ Մի րոպե, այլ տեսնենք։ Բարև գեղեցկուհի։ Կարելի է քեզ հետ ծանոթանալ։ Վայ։ Ոնց որ թութակ լինեն այս տղաները, բոլորը նույն խոսքերն են ասում։ Լավ, մի ջղայնացի, հա։ Լսի, իսկ եթե փորձենք ընկերոջդ սայթով գտնենք։ Քեզ թվում է չեմ փորձել։ Քրոջս սայթով փորձել ենք, բայց դե ոչ մի բան չի ստացվում։ Ոչ միտեղ գրանցված չի։ Սոն, բայց ինձ թվում է իր ծնողները շատ լավ գիտեն, թե ինքը որտեղ է։ Հակառակ դեպքում խուճապի կմատնվեին։ Որ ճիշտն ասեմ, ինքը պապայի դուրն էր եկել։ Այդքան էլ սրտովս չէր։ Գայ,
Իսկ ինչպեսին կուզենաս, որ լինի քո ապագա ամուսինը։ Օրինակ, ինչ տվյալներ պետքա ունենա քո ապագա ամուսինը, հա։ Դե ամենաառաջինը պետքա լինի։ Սպասի, մի րոպե։ Ինչ ես անում։ Այ հիմա ասա։ Գրում ես։ Հա, ու տենց լուրջ մի նայ։ Մենք հիմա կետ առ կետ կնշենք, թե ինչ տվյալներ պետքա ունենա քո ապագա ամուսինը։ Ըստ դրա կկազմենք քո ապագա ամուսնու ֆոտոռոբոտը եւ կսկսենք ման գալ։ Լավ էլի սան։ Հիմա որ պարոն Սարեբեկյանը ներս մտնի ու ջղայնանա, շատ էլ լավ կանի։ Չէ, լավ չի անի։ Քանի որ արդեն երկրորդ օրն է, ինքը մեր ընդմիջման հաշվին ժողով անում։ Հիմա այս մեր ընդմիջումն է, մենք օգտագործում ենք։ Լավ, ժամանակ չենք գործնում, ասում ես առաջին կետը։ Առաջինը պետքա բարձր ինտելեկտով լինի։ Երկրորդը հետաքրքիր, որ իր հետ չձանձրանա։ Երրորդն էլ համակրելի։ Համակրելի։ Իսկ չորրորդը։ Դե չորրորդն էլ պետքա առանձին տուն ունենա, որովհետև ես կեսուրի հետ չեմ ապրի։ Չէ։ Գայ, արի այս կետը նշենք որպես առաջին կետ, հա? Այդ քեզ ամուսնացած կին եմ ասում։ Դե եթե ծնողների հետ պետքա ապրենք, ուրեմն պետքա 3 հարկանի սեփական տուն ունենանք։ Հետո պետքա իմ ամուսինը լիդեր լինի, որ ես իր կողքին պաշտպանված զգամ, ապահով զգամ։ Ուրիշ։ Դե ցանկալի է, որ չխմի, չծխի։ Լսի։ Այդ եղավ արդեն իդեալական տղամարդ։ Չի խմում, չի ծխում, աջ ցախ չի գնում։ Մի խոսքով իդեալական տղամարդ գոյություն չունի։ Բայց լավ էլ մխիթարում ես, հա։ Լավ, այսպես ուրեմն 2 3 Ունեցանք 9 կետ, լիդերն էլ հետը։ Հիմա պետքա ման գանք, տեսնենք թե ով է համապատասխանում այս 9 կետին։ Լսի։ Աչքիս տակ արդեն մեկին ունեմ։ Սոն, ես քեզ ասում եմ այս կետերը, որովհետև դու ես հարցնում, բայց ես էլ դու էլ գիտենք, որ իդեալական տղամարդիկ գոյություն չունեն։ Այդպես է, չէ՞։ Հա։ Այ օրինակ քո ամուսինը այդ կետերին համապատասխանում է։ Գայ, հա, աչքով չտամ, բայց Գարիկը համապատասխանում է այդ բոլոր կետերին։ Հետո, գիտես, չեմ պատկերացնում ինձ առանց Գարիկի։ Շատ եմ սիրում Գարիկիս։ Իսկ ինչքան ժամանակ է, որ դուք ամուսնացած եք։ Դե արդեն 2 տարի է ամուսնացած ենք ու գիտես, մենք ընդհանրապես լուրջ վիճաբանություն չենք ունեցել։ Հետո ինքը ընդհանրապես հիասթափության առիթ չի տվել ինձ։ Մի խոսքով մեզ մենակ մի բան է պակասում լիարժեք, լիարժանիկ լինելու համար։ Երեխա էլ կունենաք ու ամեն ինչ լավ կլինի ձեզ մոտ։ Շատ ուրախ եմ քեզ համար, Սանջան, շատ։ Հաստատ իմացի, որ դու էլ նույնը կունենաս։ Ես քեզ վստահեցնում եմ։ Հուսով եմ։ Վայ, Քուրջան, կներես։ Ոչինչ։ Լավ եկեք։ Սիրուն աղջիկա, տեսա խառնվել է իրար։ Լավ վերջացրու։ Ես մի հատ դառը կոֆե կխմեմ, բա դուք ինչ կուզեք։ Ես խնձորի հյութ։ Բա մեր քուրն ինչ կուզի։ Ես ոչինչ, շնորհակալություն։ Ազիզ ջան, ոչինչը որն է, նստել ենք ամոթա մի բան ուզի։ Կարող է գիտես ես պետք է գնամ սարքեմ, արխային ասա։ Այս տղան լրիվ բռի է, այդքան էլ ասեցի։ Գոնե սափրվեր։ Հիմա Գայանի ինչ կմտածի։ Հələ խոսելը, ոնց է Գայանի հետ խոսում։ Գարիկը ճիշտ էր ասում։ Ես ինչ գործ ունեմ, մի հատ էլ միջնորդում եմ։ Բա իրար հետ եք աշխատում դուք, հա։ Հա։ Այ մարդ ամոթա լավ։ Դուք էլ գիտեք գործ եք անում։ Գնում եք սաղորը նստում եք կոֆե եք խմում, հետո հետ եք գալիս տուն, գիտեք աշխատում եք, էլի։ Բա քո գործերը ոնց են։ Իմ գործերը լավ են։ Լսի, բա մեր քուրը ինչով է զբաղվում։ Դե ասեց Սոնան, աշխատում ենք էլի։ Հա, ճիշտ է, ասեց, աշխատում եք։ Լսի, դուք աշխատելուց բացի ուրիշ բանը գործ չունեք, ամբողջ օրը գործի եք։ Սարո բա մորքուրը ոնց է։ Հա, մորքուրը լավ է, մորքուրի հետ չես հիշե։ Կներեք, ես պետքա զանգին պատասխանեմ։ Պատասխանի, Ազիզ ջան, պատասխանի։ Սարո, իսից ձև ես քեզ պահում։ Ես։ Կարող է գիտես դիմացդ ընկերներդ են կանգնած։ Նորմալ լուրջ աղջիկ է, ինչ որ թեմա բացի զրուցի հետը։ Հա, բայց ինչ խոսամ ես։ Ինչ որ
Սոնջան, կներես, ես պետքա գնամ։ Ինչ որ բան է եղել, Գայ ջան։ Մորաքույրս ա եկել։ Տանը մարդ չկա, բանալն էլ ինձ մոտ է։ Ուզում ես Սարուն քեզ կուղեկցի։ Ազիզ ջան, եթե պետք է ես կուղեկցեմ, խնդիր չկա։ Չէ, պետք չի։ Ես փողոցից տաքսի կկանգնեցնեմ։ Լավ, Սոն, հետո կզանգեմ։ Սարո, ամեն ինչ փչացրեցիր։ Բայց ես ինչ արեցի։ Քեզ ամենավերջին բռի պես ես պահում։ Փոխանակ դու առաջարկես ճանապարհել, ես եմ ասում, դու էլ մի բան քուր ջան պետքա։ Դե իմ մտքովս չանցավ այդ բային ինչ անեմ։ Լավ։ Արի ինձ տուն ճանապարհի, հա։ Կոֆեն էլ չխմրեցինք, էլի գնացինք լավ։ Սոն մի հատ բերելի այդ թղթերը։ Բեր։ Մնացածն էլ բեր։ Ահա, ապրես։ Ոյ, այս հաշվետվությունների վերջը չի երևում, ոնց եմ հոգնել։ Լսի, բայց գացել ես արդեն 4-րդ օրն է այս հաշվետվությունների վրա ենք աշխատում։ Կարծես զոմբիացած լինենք։ Սոն, իսկ եթե իջնենք այս ներքևի սրճարանում ընդմիջենք։ Չէ, էլի Գային այնց աղմուկ է այնտեղ։ Համ էլ քեզ հետ խոսելու բան ունեմ։ Գիտես, երեք աղբերս էր զանգել, ասեց, որ քեզ շատ հավանել է ու ամաչմա քեզ զանգի։ Լավ էլ Սոն։ Կներես, բայց մենք իրար չենք համապատասխանում։ Հա, հասկանում եմ, Գայ ջան։ Ուղղակի շատ կուզեի, որ դու մեր հարսը դառնայիր։ Բայց եթե սիրտդ չի կպնում, դրա մեջ ոչ մի բան չկա։ Հետո ես ուզում եմ ներողություն խնդրեմ Սարոյի արածների համար։ Սոն ջան, ամեն ինչ կարգին է։ Ներողություն խնդրելու կարիք չկա։ Լսի, բայց տրամադրությունը բարձր է։ Ինչ որ բան ա եղել։ Հա։ Եղել է։ Սոն, ինտերնետով մի տղայի հետ եմ ծանոթացել։ Լուրջ է։ Ո՞վ է նկարը կա։ Չէ, նկարը չկա։ Բայց եթե ուզում ես իմանալ, այդպես ավելի հետաքրքիր է։ Բայց Սոն, ուզում եմ, որ ինձ մի խորհուրդ տաս։ Ասա Գայ ջան։ Առաջարկում է հանդիպել, չգիտեմ, հանդիպեմ թե չէ։ Այսքան շուտ։ Փաստորեն ժամանակ չի կորցնում։ Գայ ջան, ես քեզ խորհուրդ կտամ, թեթև ապրես, հանդիպես, սիրահարվես, ու եթե ինչ-որ բան չստացվի, դրանից հանկարծ չնեղվես։ Հո քեզ չեն կախելու կամ դու հո երեխա չես, որ քեզ կարողանան խաբեն։ Լավ ասացիր։ Ուղղակի ես այս ինտերնետային ծանոթություններին մի տեսակ չեմ վստահում։ Գայ, լավ էլի։ Գիտես քանի հոգ են ինտերնետով ծանոթանում, ամուսնանում։ Ուղղակի դու իրան ասա, որ իրա նկարը գցի, դու տես, թե ում հետ պետք է հանդիպես, լավ։ Հա, խոսքա տվել, որ անպայման կգցի։ Կգցի, հետո կջնջի, որովհետև չի ուզում իր աշակերտները նկարը սայթում տեսնեն։ Դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ է։ Օ, շատ լավ է։ Ես էլ սկսել եի անհանգստանալ ճիշտն ասած, բայց եթե ֆիզկուլտուրայի դասատու է, ուրեմն տեսքն էլ տեղը կլինի։ Մի խոսքով համապատասխանում է քո իդեալին։ Դե դա հանդիպումից հետո կերևա։ Գայ ջան, շատ ուրախ եմ քո համար։ Բայց ասեմ, որ մենակ դու ուրախալի լուրջ ունես, ես էլ ունեմ։ Հա, պատմի, տեսնեմ ինչ ա եղել։ Գայ, երեք հղիության տեստ եմ արել ու հաստատվեց, որ ես հղի եմ։ Լուրջ ես ասում, Սոն։ Ոյ, ինչ ուրախ եմ քեզ համար։ Պատկերացնում եմ ամուսինդ ինչ ուրախ է։ Շատ։ Մենակ Գարիկին տեսնես, այնքան ուշադիր ա դարձել։ Մի րոպե ինձ մենակ չի թողնում։ Իսկական երջանկությունը հենց էսա։ Փաստորեն ֆիզարցակրուտ ես գնալու, ինձ մենակ ես թողնելու։ Լավ, էլ մի սկսի։ Դեռ մի քանի ամիս ունեմ։ Այդ ընթացքում կհասցնեմ տեսնեմ, թե քո ինտերնետային ծանոթությունը ինչպիսի զարգացում է ունենում, լավ։ Լավ, դե արագ վերջացնենք էլ ես հաշվետվությունը։ Ինձ թղթերը կտաս։ Ինչ եղավ էս աղջիկը։ Բարև։ Այդ արդեն սիրահարվել ես, մոռացել ես, որ մենք պայմանավորված ենք, չէ։ Կներես Սոն ջան, մեղավոր եմ, ընդունում եմ։ Լավ, անհամբեր սպասում եմ։ Պատմի ոնց անցավ։ Դե, շատ համակրելի տղա էր։ Չգիտեմ,
Ինձ թվում է մեզ մոտ մի բան կստացվի, գիտես։ Գայ շատ ուրախ եմ։ Ամեն ինչ կպատկերացնեի, բայց որ ձեր հանդիպումը նման ընթացք կստանար, չի հավատա։ Լավ, պատմի տեսնեմ դու ոնց ես։ Կներես էլի, հիմա կասես, ինչ անսիրտ է այս աղջիկը, ոչ մի հատ զանգում, ոչ հարցումա տեսնի ոնց եմ։ Հա, չես զանգում, որ հարցնես ոնց եմ։ Չնայած սիրահարված ես ներելի է։ Գայ, իրոք շատ ծանր եմ տանում հղիությունս, անընդհատ սիրտս խառնում է։ Երևի ես շաբաթ էլ չգամ աշխատանքի։ Գարիկ ասում է, որ մի անգամից վիզ վերցնեմ։ Լավ, հիմա պատմի տեսնեմ, ինչ եք խոսել։ Դե ես իմ մասին համարյա ոչինչ չեմ պատմել։ Ես չէի խոսում, ես լսողի դերում էի։ Նույնիսկ չեմ էլ ասել, թե որտեղ եմ ապրում, որտեղ եմ աշխատում։ Մենակ ձեռքիս հեռախոսի համարը գիտի։ Չնայած որ շատ ցանկանա, այդ համարով կարող է պարզել, թե որտեղ եմ ապրում։ Լսի, գիտես ինչ եմ մտածում։ Աչքիս քրոջդ հարսանիքը չհետաձգեք։ Պատկերացնում ես ինչ օրիգինալ կլինի երկուսիդ հարսանիքը մեկ օրում անեք։ Ինչ ես ասում, Սոն։ Մենք դեռ մեկ անգամ ենք հանդիպել։ Չէ, այ կտեսնես ինքը քեզ շտապեցնելու է։ Գայ, իսկ չես հարցրել ինչի մինչև հիմա չի ամուսնացել։ Հարցրել եմ, ասում եմ համապատասխան մեկին չեմ գտել։ Փաստորեն իրար կներես Գայ ջան, Գարիկն է։ Ալո։ Հա, Գարջան։ Ընկերուս հետ սրճարանում եմ։ Հա, մեր սրճարանում։ Լավ, եղավ։ Հա, կսպասեմ։ Գարիկն է։ Ինչ ասեմ։ Հենց տանից դուրս եմ գալիս, անհանգստանում եմ։ Րոպեն մեկ զանգում եմ։ Ասեց կգամ քո հետևից։ Չի ուզում, որ երթուղայինով գնամ, գիտի, որ սիրտս խառնում է։ Սոն, նախանձելի զույգ եք։ Այ կտեսնես, նոր կասես։ Լավ։ Էս էլ իմ Գարիկը։ Գա ծանոթացի ընկերուհիս է Գայանը։ Քեզ իր մասին շատ եմ պատմել։ Գայ ջան, ամուսինս է Գարիկը։ Շատ հաճելի է։ Գայ ջան, ոչ ամուսնացած եմ, ոչ երեխա ունեմ, ոչ էլ նարկոման եմ։ Ուղղակի այս պահին իմ կյանքի կեսին եմ փնտրում։ Էնպես է ստացվել, որ մենք իրար հետ ծանոթացել ենք ինտերնետի միջոցով, բայց դա կապ չունի։ Եթե իհարկե դեմ չես, շփվենք իրար հետ, իրար ավելի մոտիկից ճանաչենք, որովհետև դու ինձ շատ դուր ես գալիս։ Գար, մինչև քո գալը Գայանը ասում էր, որ մենք շատ նախանձելի զույգ ենք։ Գայ, հիմա իսկապես ասա։ Մենք իրոք համապատասխանում ենք իրար։ Սոն ջան, իսկապես որ դուք շատ եք համապատասխանում իրար։ Ուրախ էի ձեզ հետ ծանոթանալու համար։ Ես էլ անչափ ուրախ էի։ Լավ, ինձ կներեք, ես պետքա գնամ։ Գայ, մի գնա, մենք ես կճանապարհենք։ Չէ, Սոն ջան, պետք չի նեղություն կրել։ Ես կգնամ։ Քեզ լավն է, լավ։ Քեզ հիմա չի կարելի հուզվել։ Լավ, Գայ ջան, դու էլ քեզ լավ նայի, կզանգեմ։ Ստեսություն։ Հաջողություն։ Հաջողություն։ Գար, ինչ եղավ էս աղջկան, նոր լավ էր։ Ամաչկոտ աղջիկ էր երևում, երևի ինձանից ամաչեց։ Հա, շատ անմաչկոտ է։ Գնանք։ Գնացինք, դու քեզ լավ ես զգում։ Շատ։ Ալո։ Այ աղջիկ ջան, այդ մոռացել ես, որ դու ընկերուհի ունես, ու այդ ընկերուհիդ վատ է տանում հղիությունը, հա։ Չէ, Սոն ջան, չեմ մոռացել։ Ուղղակի քեզնից հետո նոր աղջիկ ա ընդունել։ Մինչև մի բան եմ բացատրում, հոգիս դուրս ա գալիս։ Դրա համար էլ ժամանակ չեմ ունենում քեզ զանգել։ Վայ ընկերուհիս, այս ինչ վատ դրության մեջ քեզ գցեցի։
Լավ, ոչինչ, մի քիչ դիմացի կգամ։ Լսի, իսկ անձնականից ինչ կա քո։ Դե ոչինչ, ինչ պետքա լինի։ Ոնց ոչինչ։ Բա այն ինտերնետի տղան։ Դե էլ չկա։ Ոնց չկա, ինչ ա եղել։ Պարզեցի, որ ամուսնացած է։ Այ քեզ բան։ Լուրջ ես ասում։ Լսի, ոնց ես պարզել։ Սոնջան, երկար պատմություն է, հետո կպատմեմ, հա։ Հա, բա ոնց պատմելու ես։ Լավ, դե այսօր քեզ կսպասեմ մեր տանը, հա։ Չէ, Սոնջան, այսօր չեմ կարող։ Թող մնա մեկ ուրիշ անգամ, հա։ Լավ, կսպասեմ ամեն դեպքում։ Լավ, Սոնջան, մոտս մարդ եկավ, հետո կխոսենք, հա։ Լավ մնա։ Առայժմ։ Ես ճիշտ արեցի, որ նրան ոչինչ չասեցի։ Ավելի լավ է ես նրա հետ ընկերություն չանեմ, քան նրան դժբախտ տեսնեմ։ Սոնան կարծում է, թե իր ամուսինը աշխարհի ամենալավ ամուսինն է, բայց իրականում սրիկայի մեկն է։ Առանց այն էլ հղիությունից անժատանում։ Թող իմանա, որ իր ամուսինը իդեալական է։ Այդպես ավելի ճիշտ է։ Գայ։ Փաստորեն քո անունը ոչ թե Դավիթ է, այլ Գարիկ, հա։ Ինչ ես խոսում, Գայ։ Քույրիկ ջան, դուք հաստատ ինչ-որ բան շփոթում եք։ Չէ, ես ոչինչ էլ չեմ շփոթում։ Սոնա, ինքը հենց այն նույն տղան է, ում հետ ես ծանոթացել եմ ինտերնետով, ում հետ հանդիպել եմ։ Ես իր հետ էի հանդիպում։ Ինչ։ Չէ, քույրիկ ջան, դուք հաստատ ինչ-որ բան շփոթում եք։ Ես զարմանում եմ։ Քեզ վրա ես զարմանում եմ։ Դու ոնց կարող ես այդքան ստոր լինել, հա? Այդքան սուտ ոնց կարող ես հորինել։ Գարիկ, ինչի՞ ես խոսում։ Գժվել եք։ Ես ոչ մի բան չեմ շփոթում։ Ես շատ լավ եմ հիշում ամեն ինչ։ Կարող է ասես, որ սայթում գրանցված չես, հա? Դե ասա։ Սոն, արի գնացինք ստեղից։ Քեզ չի կարելի ուզվել։ Գնացինք։ Ոչ միտեղ չեմ գնա։ Ինչ որ մեկը կարա բացատրի ինչ է ստեղ կատարվում։ Ինչ բացատրեմ, ընկերուհիդ ուղղակի ինձ խառնել է ինչ-որ մեկ ուրիշի հետ։ Չէ, չեմ խառնել, Սոն, խնդրում եմ ինձ հավատա, ինքը քեզ խաբում է։ Ես քեզ չեմ խաբում, խնդրում եմ հավատա, ես ճիշտն եմ ասում։ Այս է նույն մարդն է, ում հետ ես ծանոթացել եմ, հանդիպել եմ։ Գարիկ, դու հանդիպել ես Գայանեի հետ։ Ասա հանդիպել ես, շփվել ես իր հետ։ Չէ, ասա։ Սոնա, գնացինք ստեղից։ Բայց ոնց կարող ես դու դրան հավատալ։ Ախր ես ճիշտն եմ ասում։ Այ Սոնա, ինչ միամիտն ես դու։ Ես սա սենց չեմ թողնի։ Ալյո, Ալո, բարև, ինչի ես զանգել։ Սոն, ուզում եմ իմանալ ոնց ես։ Այսինքն ուզում ես իմանաս քո խոսքերից հետո երեխայից կորցրել եմ թե ոչ։ Պիտի տխրեցնեմ քեզ, երեխային չեմ կորցրել։ Սոն, ինչի համար ես ինձ հետ սենց խոսում։ Ես քեզ ուղղակի ճշմարտությունն եմ ասել, այդքան բան։ Ես քեզ չեմ հավատում։ Ես իմ ամուսնուն եմ հավատում։ Լավ, իսկ ես ինչի համար պետքա նման բան հորինեի, հա։ Որովհետև նախանձում ես, որ ես իդեալական ամուսին ունեմ, լավ ընտանիք, իսկ դու ոչ։ Կամ էլ ինչ իմանամ, քո հանդիպած տղան գուցե Գարիկին է նման եղել։ Հա, պարզ է։ Ամուսինդ պատմությունը շուռա տվել օգուտ իրեն։ Դու կարող ես հիմա ինձ չհավատալ։ Ես շատ լավ քեզ հասկանում եմ։ Քեզ համար ավելի հեշտ է ամուսնուդ հավատալ, քան ինձ։ Քեզ համար ավելի հեշտ է քաղցր սուտը ընդունել, քան դառը իրականությունը։ Ինչ ասեմ։ Շարունակիր այդպես խաբված ապրել, ոնց երևում է դա քեզ ձեռ է տալիս։ Չէ։ Ինչ ուզում է ասի։ Հաստատ նախանձից է ասում։ Գարիկը իմ հետ չէր կարա տենց վարվեր։ Ինքը ինձ շատ է սիրում։
Իսկ եթե Գայանը չէ։ Չէ, հաստատ չէ։ Գայանը սուտ ասում, ես չեմ հավատում իրան։ Իզուրել ասեցի։ Վերջին վատամարտը ես դուրս եկա։ Ոչինչ բան ապացուցելու տրամադրությունը հավես չունեմ։ Թող շարունակի իր վարդագույն ակնոցներով ապրել։ Կարծում էի չես գա։ Քո նման սիրուն աղջիկների համար միշտ պատրաստ եմ։ Ցինիկ մի եղի։ Կանչել ես այստեղ, որ վիրավորես։ Դրա փոխարեն կարող էինք երկուսով մի լավ տեղ Կլռես։ Քեզ կանչել եմ այստեղ, որ ասեմ շատ չուրախանաս։ Իբր թե Սոնան քեզ հավատացել է։ Ես ամեն ինչ կանեմ, որ քո իսկական դեմքը պատրվի ու Սոնան քեզ իսկապես ճանաչի։ Իմանա թե ով է իր ամուսինը։ Ուզում եմ իմանալ, դու քանի հոգու հետ ես հանդիպում, դեռ շարունակում ես քո այդ անամոթությունները, հա? Քեզ թիվա պետք։ Ուրեմն ասեմ իմացի։ Դու ոչ առաջինն ես, ոչ էլ վերջինն ես, ում հետ ես շփվում եմ։ Լսի, ինչ ես քեզ այդպես պահում։ Քեզ հաճելի էր ինձ հետ, ինձ էլ քեզ հետ էր հաճելի։ Այնպես որ առաջարկում եմ շարունակել մեր վիրտուալ եւ ոչ վիրտուալ շփումները։ Իսկ Սոնան սիրում է քեզ։ Կարծում է թե իր ամուսինը հավատարիմ է իրեն։ Իսկ ով կարա դա հերքի։ Սոնան ինձ այնքան է սիրում ու հավատում, որ ինձ ստուգելու կարիք չունի։ Քեզ թիվա պետք։ Ուրեմն ասեմ իմացի։ Դու ոչ առաջինն ես, ոչ էլ վերջինն ես, ում հետ ես շփվում եմ։ Լսի, ինչ ես քեզ այդպես պահում։ Քեզ հաճելի էր ինձ հետ, ինձ էլ քեզ հետ էր հաճելի։ Այնպես որ առաջարկում եմ շարունակել մեր վիրտուալ եւ ոչ վիրտուալ շփումները։ Իսկ Սոնան սիրում է քեզ։ Կարծում է թե իր ամուսինը հավատարիմ է իրեն։ Իսկ ով կարա դա հերքի։ Սոնան ինձ այնքան է սիրում ու հավատում, որ ինձ ստուգելու կարիք չունի։ Սոն, հավատա իմ նպատակը քեզ ամուսնուցուդ բաժանելը չի։ Ես երբեք չէի ցանկանա, որ դու այս վիճակի մեջ հայտնվես։ Ես չեմ ուզում, որ դու քո կարծիքը իմ մասին փոխես։ Չեմ էլ ուզում ամուսնուդ իդեալականացնես, որովհետև նա դրան արժանի չի։ Ես ոչ թե քեզ չէի հավատում, այլ ուղղակի չէի ուզում հավատալ։ Գիտես ինչ եմ մտածում։ Մտածում եմ միգուցե երեխայի ծնվելուց հետո փոխվի Գարիկը։ Հասկանա, որ սխալ է վարվել քեզ հետ։ Հա, դու ճիշտ ես, Գայ։ Ես կսպասեմ։ Բայց եթե շարունակի այս ձևով, ես հաստատ իմ կյանքից իրան դուրս կշպրտեմ։ Շատ եմ սիրում իրան ես, բայց ներել չեմ կարող։ Սոն, խնդրում եմ ներիր ինձ։ Ես երբեք չէի ցանկանա, որ դու իմ պատճառով տառապես։ Ես չէի ուզում քեզ ցավ պատճառել։ Գայ, դու մեղավոր չես։ Ես այս հարցի շուրջ վաղ թե ուշ պիտի կանգնեի։ Ու հիմա լավ է, որ գոնե դու իմ կողքին ես։ Սոն, խնդրում եմ, վերջացրու։ Ինքը քո արցունքներին արժանի չի։ Չեմ կարող։ Քեզ ուզվել չի կարելի, Սոն։ Խմի, թեյդ խմի։ Խմի։